20 տարի առաջ ապրիլի 2-ին ազատագրվեց Քարվաճառը։ Այդ մարտում ընկան նաև Էդիկ Արզումանյանն ու Հովիկ Մուրադյանը։ Նրանց հիշատակը հարգելու եւ Քարվաճառի ազատագրման 20-ամյակը տոնելու համար այսօր միջոցառում էին կազմակերպել հատուկ գնդի վետերաններ կազմակերպության Թումանյանի տարածքային բաժանմունքը, Ալավերդու քաղաքապետարանի եւ Ալավերդու համար 11 եւ համար 8 դպրոցների հետ միասին։ Լևոն Մխիթարյանը նույնպես մասնակցել է Քարվաճառի ազատագրմանը։ Հիշում է, որ Ալավերդուց այդ մարտին մասնակցում էին 1 դասակով, 15 հոգով եւ հենց իրենք որպես առավել փորձառուներ իրենց վրա վերցրին առաջին հարվածն ու առաջին կորուստները։ Ասեմ ծանր է, որ այս գեղեցիկ օրը, որ ասենք մեր ընկերներս որ մեզ հետ չեն, կուզենանք, շատ կուզենանք, որ նրանք էլ մեզ հետ ամեն դեպքում հաղթանակ է, 20-ամյակն է Քելբաջարի գրավման, մեզ հետ ներկա լինեն այս միջոցառմանը։ Բայց ցավոք պատերազմ է։ Ամեն դեպքում հաղթանակի այդ նվաճումը մենք թանկ վճարեցինք։ Նպատակն անում էր, որ բոլոր դեպքերում արդեն 20-րդ տարելիցն է, մարդիկ հասկանան, որ իրանք ընտանիքները հասկանան, որ իրանց զավակը, իրանց ամուսինը չի մոռացվել։ Իրանց ընկերները միշտ իրանց հիշում են, իրանց հետ եղել են, այսօր էլ հոգով էլ իրանց հետ են։ Զոհվածների շիրիմներին այցի գնալուց հետո միջոցառման մասնակիցները տեղափոխվեցին Սարահարթի մշակույթի պալատ, որտեղ մեկ առ մեկ հնչեցին Արցախյան հերոսամարտում Թումանյանի տարածաշրջանից զոհված ազատամարտիկների անունները, մարդկանց, որոնց արյան գնով հաղթեցինք ազատամարտում, մարդկանց, ովքեր ամենաթանկը վճարեցին այս հաղթանակի համար։ Այնուհետև համար 11 եւ համար 8 դպրոցների սաները ասմունքով ներկայացրին զոհված ազատամարտիկների անցած ուղին եւ երդվեցին նրանց հիշատակով, անհրաժեշտության դեպքում նրանց նման անձնվիրաբար պաշտպանել իրենց ժառանգած հայրենիքը։ Իսկ ես, որ կրում եմ քերուս Էդուարդ Արզումանյանի անունը, երդվում եմ, որ այդ անունը այնպես կկրեմ, ինչպես իմ քաչքերին, իսկ հիմա իմ եւ մեր դասանցիները զինատատիկին կնվիրենք այս ալբոմը, որտեղ մենք են լուսանկարված այն բոլոր միջոցառումները, որոնք նվիրել են ազատամարտիկ Էդուարդ Արզումանյանին, զինատատիկի անմոռանալի որդու։ Ելույթ ունեցավ զոհված ազատամարտիկ Հովիկ Մուրադյանի մայրը։ Նա ասաց, որ որդու կորստից ցավալի բան չկա, բայց ինքը հպարտանում է կյանքը հայրենիքին տված իր որդով։ Տիկին Նինան նաև նշեց, որ որդու կարոտն ինքն առնում է նրա մարտական ընկերներից եւ շնորհակալ է, որ նրանք իրեն չեն մոռանում։ Իմ հորիկը իրական կրել է Արցախի ազատագրմանը, բայց մենք ունենք մի հատ փոքրիկ Հովիկ 11 տարեկան։ Այդ փոքրին ինձ ասում է տատի, ես որ մեծանամ, ես կգնամ կռիվ, ես ամեն ինչ կանեմ ասում է, ես երկրորդ Հովիկը կդառնամ քեզ մա։ Փոքրիկ Հովիկ Մուրադյանը սովորում է 5-րդ դասարանում, նա հպարտությամբ է կրում իր հորեղբոր անունը։ Հիմա ինձ այդ անունն են դրել, որովհետև ֆիզիկի շատ բան է։ Ես Հովիկ Մուրադյանը քո զինվորը կլինեմ։ Արյան գնով ձեր վերածը ես հրբորեն կպայքարեմ ես քեզ համար։ Վերքերդ կդարմանեմ, որ միշտ անպարտ, ազատ, անկախ դու լինես։ Թումանյանի տարածաշրջանի ամեն մի ազատամարտիկի մասին կարելի է մի գիրք գրել, բայց քանի որ մենք այդ հնարավորությունը չունենք, արդեն իսկ աշխատում ենք մի գրքի մեջ տեղավորել տարածաշրջանի ազատամարտիկների մասին հիշողությունները։ Գիրքը լույս կտեսնի հաջորդ տարի, ասում է Արցախյան ազատամարտի մասնակից Ռաֆիկ Ղազինյանը։ Վահե Աղամյան, Գևորգ Քոչինյան, լուրեր